Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Փղշտացիները կրկին մարտի էին դուրս եկել իսրայելացիների դեմ։ Դավիթի մեծ եղբայրները առաջին շարքերում էին։ Նրա պարտականությունն էր, որ նրանց ուտելիք տանի և տեսնի, թե ինչպես են։ Երբ նա մարտի դաշտ գնաց, տեսավ իսկական հսկայի, ով շատ բարձրահասակ էր։ Նրա անունը Գողիաթ էր։ Նա ծաղրում և անիծում էր Իսրայելին։ Բոլոր զինվորները վախենում էին նրանից, նույնիսկ Սավուղ թագավորը։ Արդյոք մոռացել էին, որ Աստված բոլորից հզոր է։ Հեյ, հիմար իսրայելացիներ, վախեցած եք։ Ես ձեզնից թրջնի համեղ կերկ կպատրաստեմ։ Ձեր Աստվածը չի կարողանա օգնել ձեզ։ Ես նրանից ավելի ուժեղ եմ։ Բոլորդ լսեցիք դա։ Նա ծաղրում է Աստծուն։ Դուք պատրաստում եք թույլ տալ նրան, որ շարունակի սա։ Դավիթն իրեն վատ էր զգում այդ անպատվող փղշտացու պատճառով։ Մի բան էր, որ նա ծաղրեր իսրայելացիներին, բայց այլ էր Աստծուն ծաղրելը։ Նա շատ հեռուն էր գնացել։ Դավիթը միանգամից գնաց Սավուղ թագավորի մոտ, ասելու, որ նա կկռվի հսկա Գողիաթի դեմ։ Դավիթը լուրջ էր տրամադրված։ Նա իր հովվական իրերն ու ցուպը վերցրեց իր հետ և գնաց դեպի Գողիաթը։ Աստված ավելի հզոր է։ Սա նրան համարձակություն էր տալիս։ Շատ զինվորներ չէին հավատում իրենց աչքերին, երբ տեսան հովիվ տղային։ Նրանք շունչները պահած սպասում էին։ Գողիաթն ավելի ու ավելի էր մոտենում։ Ես շուն եմ, որ փայտով ես եկել։ Կարծում ես, թե քո Աստվածը քեզ օգնելու է։ Ես նրանից հզոր եմ, ես կսպանեմ քեզ։ Դու այստեղ ես սրով և նիզակով, իսկ ես եկել եմ այստեղ հավիտենական Աստծո անունով, ում դու անիծեցիր։ Նա ավելի հզոր է, քան դու։ Ես կոչնչացնեմ քեզ, և բոլորը կտեսնեն, որ Իսրայելը կենդանի Աստծուն է պաշտում։ Դավիթը վերցրեց իր պարսատիկը, պտտեց։ Ախ! Դավթի պարսատիկի քարը դիպավ ուղիղ հսկայի ճակատին։ Նա մահացած ընկավ գետնին։ Աստծուն անիծելը ինչ-որ լավ բան տվեց Գողիաթին։ Վերջում ով էր ավելի հզոր։ Աստված ավելի հզոր է։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOCRIC@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։